Ողջույն ընկեր Գայանե։ Բարև ձեզ։ Ձեզ ավելի հոգեհարազատ է Գայանե Փարվանյան, թե Գայանե Գամլետովնա։ Գայանե Գամլետովնա, չնայած ես Փարվանյանը շատ սիրում եմ։ Ով է ընկեր Գայանեն։ Ռուսերենի դասավանդող եմ, դասավանդում եմ Արևելյան դպրոցում։ Հիմա իմ շուրջը նստած են 6-րդ դասարանցիները։ Ընկեր Գայանե, ինձ դասավանդել եք, իմ աղջիկներին դասավանդել եք եւ վստահ եմ, որ իմ թոռներին էլ եք դասավանդելու։ Շնորհակալ եմ։ Խնդրում եմ ինձ կասեք այսօրվա եւ երեկվա աշակերտների մեջ զգում եք տարբերություն։ Իհարկե, աշակերտները ավելի գիտակից են դարձել, ավելի ինքնուրույն են դարձել, ձգտումներն են շատացել աշակերտների, իրանք ավելի լուրջ են մոտենում այսօրվա հարցերին, բանիմաց են դարձել։ Ինչ առաքելությամբ եք մտնում դասարան, ավելի շատ ուզում եք սովորողից սովորել, թե տալ։ Հիմա մեզ մոտ էսպես է սովորել եւ սովորեցնել։ Բնականաբար, ես շատ բան եմ սովորում իրենցից։ Շատ։ Ու շնորհակալ եմ իրենցից, որովհետեւ բացի այն, ինչ որ ես իրենց տալիս եմ, իրանք նույն ձև ինձ վերադարձնում են եւ դրա համար ես ողջունում եմ բոլոր Միքիթաս Սեբաստացի կրթահամալիրի այն աշակերտներին, ում դաս եմ տվել եւ ովքեր որ սովորում են մեր այս հրաշալի կրթահամալիրում։ Ես գիտեմ, որ կենտրոնում եք ապրել, ձեր մանկությունը, երիտասարդությունը քաղաքի սրտում է անցել, բայց կասեք, այսօր ապրում եք հարավ-արևմտյան թաղամասում, ձեր սիրտը քաղաքի որ մասում է։ Բանգլադեշի, իհարկե, Բանգլադեշի, որովհետև իմ ամբողջ գիտակից կյանքը անցել է այս պատերի մեջ եւ ես չեմ պատկերացնում, մեկ որ ես մտածում եմ, ասենք ինչ կլիներ, եթե ես այստեղ չլինեի, այս կրթահամալիրում չլինեի։ Ես չէի լինի այն, ինչ որ ես հիմա կամ։ Մարդկային հիմարության առաջ ժպտում եք, թե բարկանում։ Իհարկե ժպտում եմ։ Թե գիտությունը կկործանի աշխարհը։ Արդեն կործանել է գիտությունը, ինձ թվում է։ Ձեր խորհուրդը մարդուն, սովորողին։ Եղեք ներող, շնորհակալ եղեք օրվա, շնորհակալ եղեք այն ամեն ինչին, ինչ ունեք եւ իմացեք, որ բարիությունը միշտ կհաղթի։ Շնորհակալ եմ, լավ մնացեք։ Ես էլ եմ շնորհակալ։